Այ երգչուհին, որ կարողանում է այսպիսի կապ ստեղծել միլիոնավոր մարդկանց հետ, ամբողջ աշխարհում։ Հենց այս հարցի պատասխանն էլ մենք փորձելու ենք գտնել, միասին բացահայտելով այս ապշեցուցիչ թվերի հետևում թաքնված իրական պատմությունը։ Դե ինչ, նախքան ինչուին անցնելը, եկեք նայենք ինչին, այսինքն թվերին, որպեսզի հասկանանք նրա հաջողության բանաձևը, պետք է սկզբում պատկերացնենք այդ հաջողության մասշտաբը։ Ուրեմն մի քանի կարևոր կետ։ Տեսեք այս ժամանակացույցը, սա ուղղակի կարիերայի աճ չէ, սա գերձայնային թռիչք է։ Պատկերացրեք, 2018-ին նոր դեբյուտ, 2023-ին արդեն միլիոնավոր դիտումներ ունեցող մեգահիթ, իսկ հիմա միջազգային շրջագայություններ ու ամբողջությամբ վաճառված տոմսերով համերգներ։ Սա իսկական պայթյուն է։ Ու այս ամեն ինչը, պատկերացրեք, սկսում է հենց տնից, Հայաստանից։ Այս թվերը տեսեք։ Նա Հայաստանում YouTube-ի բացարձակ առաջատարներից է, թե բաժանորդների թվով, թե դիտումներով։ Սա այն ամուր հիմքն է, որի վրա էլ կառուցում է նրա համաշխարհային ճանաչումը։ Լավ, թվերը տպավորիչ են, բայց դրանք պատմության միայն մի կողմն են։ Իսկ ի՞նչն է նրա երաժշտության մեջ այդքան յուրահատուկ, այդքան գրավիչ։ Եկեք հիմա մի փոքր ավելի խորանանք հասկանալու համար, թե որն է նրա հայտնիության իրական շարժիչ ուժը։ Նրա ոճը կարելի է նկարագրել որպես շատ հետաքրքիր, ժամանակակից միաձուլում։ Պատկերացրեք, նա վերցնում է մեր ավանդական հայկական մեղեդիների հոգին, ջերմությունը ու դա միահույսում է ժամանակակից փոփի ու նույնիսկ ինդի փոփի ռիթմերի հետ։ Ինչ է ստացվում։ Մի երաժշտություն, որը միաժամանակ եւ շատ հարազատ է, եւ անսպասելի թարմ ու նոր։ Եվ այս յուրահատուկ բանաձևը իհարկե աշխատել է, այն վերածվել է իսկական հիտերի։ Երգեր ինչպես Իմ սրտի այգին է կանաչելը կամ նրա դեբյուտային Ջանջանը, դրանք ուղակի երգեր չեն, դրանք դարձել են հիմներ, որոնք գրավել են ունկնդիրների սրտերն ու ամրապնդել նրա տեղը երաժշտական աշխարհում։ Բայց գիտեք, նրա երաժշտության ուժը Հայաստանի սահմաններով չի ավարտվում։ Ընդհակառակը, այն շատ հզոր արձագանք է գտնում համաշխարհային հայկական համայնքում։ Եկեք նորից նայենք տվյալներին, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այս գծապատկերը իսկապես շատ բան է ասում։ Տեսնում եք, չէ՞։ Լսարանի գրեթե կեսը Հայաստանում է, բայց մյուս կեսը սփռված է ամբողջ աշխարհում, հատկապես ԱՄՆ-ում ու Գերմանիայում։ Սա ցույց է տալիս, որ նրա երաժշտությունը մի տեսակ կամուրջ է դարձրել հայրենիքի ու սփյուռքի միջև։ Եվ այս կապը, ի դեպ, պատահական չէ։ Ինքը Տաթևն է ասում։ Նա սփյուռքը տեսնում է ոչ թե ուղղակի որպես երկրպագուների խումբ, այլ որպես հայ ազգի մի անբաժանելի շատ ուժեղ մաս։ Նրա երաժշտությունը կարծես թե միավորում է բոլորիս։ Ուրեմն, այս խորը կապը իր ժողովրդի հետ, սա է երևի թե նրա արվեստի ամբողջ հիմքը։ Որպեսզի իսկապես հասկանանք նրա հաջողության ինչուն, մենք պետք է լսենք հենց իրեն։ Ես ծնվել եմ, որ զերքեմ։ Լսում եք, այս մի պարզ նախադասության մեջ ամբողջ էությունն է։ Տաթևի համար երաժշտությունը ուղղակի աշխատանք չէ, կարիերա չէ, դա կոչում է։ Եվ հենց այդ անկեղծ, անմնացորդ գիրքն է, որ ունկնդիրը զգում է նրա յուրաքանչյուր նոտայի մեջ։ Իսկ այս մեջբերումն էլ ավելի է խորացնում այդ միտքը։ Նա իրեն չի տեսնում որպես անհասանելի շոու բիզնեսի աստղ։ Ոչ, նա իր ժողովրդի դուստրն է։ Եվ սա, կարծում եմ, բացատրում է այն ջերմությունը, այն մտերմությունը, որ նա կարողանում է ստեղծել իր համայնքի հետ։ Եվ ահա, երևի թե նրա հաջողության բանալին, ազնվությունը, նրա փիլիսոփայությունը շատ պարզ է, եթե դու անկեղծ ես ինքդ քեզ հետ, դու անկեղծ կլինես բոլորի հետ, եւ հենց այս իսկությունն է, որ մարդիկ զգում են, եւ որը ստեղծում է այդքան ամուր ու անկախտելի կապ։ Դե լավ, ունենալով այսքան ամուր կապ իր լսարանի հետ, ունենալով այսպիսի հզոր հիմք, հարց է առաջանում, իսկ ինչ է լինելու հետո, ուր է գնում նա այս ամենից հետո։ Եկեք տեսնենք, թե ինչ է սպասվում Տաթևին ապագայում։ Նրա շրջագայությունների գրաֆիկը ուղակի համերգների ցանկ չէ, սա ռազմավարական ընդլայնում է։ Սկսելով տնից Հայաստանից, նա քայլ առ քայլ գրավում է համաշխարհային բեմը՝ Մոսկվա, Եվրոպայի 10 քաղաք, Միացյալ Նահանգներ, նրա աշխարհը գնալով ավելի ու ավելի է մեծանում։ Իսկ այս փաստը երևի թե ամեն ինչից լավ է ցույց տալիս նրա կապն իր հիմնական լսարանի հետ։ Պատկերացրեք, առաջին մեծ մենահամերգի տոմսերը սպառվում են վայրկյանների ընթացքում։ Շատերը կավելացնեին երկրորդ օր, բայց նա ոչ։ Նա խոստացավ վերադառնալ ուղիղ 1 տարի անց, ցույց տալով իր հավատարմությունը նրանց, ովքեր առաջինն էին իրեն հավատացել։ Սա շատ ուժեղ քայլ է։ Եվ այսպես մենք վերադառնում ենք մեր սկզբնական հարցին։ Մինչ Տաթև Ասատրյանը Սև սև աչերի, էտ անուշ լեզվիտ կամ արունքերի